մարդ, որ մեզ մեր առաջ եկավ բավական լավ բաներ ասավ արդեն, բայց եւ ես ապամը պատրաստած էի, բայց քիչ բնական չկար հայրիկիս մասին խոսիլ կարդալով, սո պիտի փորձեմ, որ առանց կարդալու խոսիմ։ Բարի երեկո ամենուդ, շատ շնորհակալ եմ, որ եկած եք հարգելու մորս եւ հորս, մեր մորը եւ հորը, Ֆիդանյան ընտանիքին, հատուկ դոկտոր Հովսեփ Մգրտիչի Ֆիդանյան։ Մեր ծնողները ոչ թե միայն ծնող եղած են մեզի, բայց առաջնորդ, պահաբան, հիմք եւ խոնարհության սիրո փարոսներ։ Հայրիկս, մեր հայրիկը, հայկական ինքնության հանդեպ միշտ խոր հարկանք ցուցաբերած է։ Այդ բարձ է իրեն Փծախնդրություններեն մեր անուններու հնչարության մասին, արդեն գիտեք ամենապետը գիտեք հայրիս, իրեն համար շատ կարևոր է մեր անունները ճիշտ հնչենք, որտեղ մեր անուններեն գուքան մեր ընկնությունը եւ մեզի վար գբահ է հայությունը մեր մեջ, անորամար իմին անունս Արամազդ երբեք չեմ փոխած մարդոց համար, որտեղ ամեն անգամ որ մարդիկ հարցնեն ինչ է անունդ, ես կսեմ Արամազդ կսեմ, oh my god, ինչ տեսակ անուն է կսեմ, հայկական անուն է և գբավեմ իրենց իմաստը անունիս։ Որս կյանքը ցերկերումներով լեցուն է, թե հայկական, թե հայկական համայնքի մեջ և թե իր սեփական կյանքի առօրյա գործերի մեջ անե որ մեզի ցույց տվավ աշխատասիրության և բարգեշտության կարևորությունը անձնական կյանքի օրինակով անթասյարակեց մեզ իր անձի և աշխատանքի շնորհիվ մենք տեսանք թե ինչ է Ճիշտը, փարին և քեղեցիկը։ Հայրս միշտ մշակութային ցերնակներու և հաստատություններու գրնակ կանգնի մամայիս հետ, ինչպես այս հաստատությունը լարկ երաշտանոց, որ ես ավարտած եմ, ուսուցիչս աստեղը Թաշնամուրի հոս է և մինչև այս օրերս լավ հիշատակներ ունիմ, ամենալավ հիշատակները անոնք են, որ հայրիկիս հետ գուքայի թասի։ Ինձի հետ ամեն անգամ գուքար և երբեք չեմ մորնար, որ ուզեր ցույց տա, որտև ես երիտասարդ էի, չէ, ինձի համար անտաները դարիքիս շատ կարևոր չէին, բայց ինքը ուզեց հայրիկը լալ և հիմքս լա, որ մոդս մնա և ցույց տա, որ ասպաները շատ կարևոր են։ Եվ իրեն բաջարով ես կանցնեմ նույն բաները իմին երեխաներից։ Մեր հայրիկը իր սիրտը և ուշադրությունը կդրամատրեր հայկական մշակույթին և արվեստին։ Մայրս իր դնական հոգազությամբ և զողողություններով որս կուտար իր երանքը կատարելու դարածությունը և ժամանակը։ Մինչ հայրս մեզի կսորվեցներ մշակույթը և ազգասիրությունը, մայրս մեզի կուտար հայկական տան և ընտանիքիմը սերմությունը և կսորվեցներ հոգածություն և քորքուրանք։ Ուստի մենք ունեցանք երկու ամուր խաբիսկներ։ Հատուհին բավական գուլամ են ես համար, ես ալիքի գործեմ ասմասին չլամ, բայց աստեղը միայն մեր ծնողների համար չենք հավաքված ենք իրենց համար, բայց նաև ուզեմ հիշել շատ կարևոր մեկը մեր ընտանիքին, Մգրտիչ Մգո Հովսեփ Ֆիդանյան, որ այս տարի անվավադալիորեն մեկ երկու շաբաթեն օկտեմբեր 13-ին 20 տարին պիտի նշենք։ Ես այլևս չեմ լար անգամ մգոյն համար գուլամ իմա, որտեղ հավատքը և սերը և ուժը, որ ունեցած են մամաս հայրիկս
որ կարողանան ընտանիքը միասին բահեն ուժեղ ասկայն դարի հետո եւ շատ ընտանիքներ կփլուզվին ամեն ինչ կլան, բայց ես հաստատ գնամ ասել մեր ընտանիքը ավելի ուժեղ է եւ ավելի ամուր է հիմա քան երբեք։ Իրեն հիշադակին արիթով ինչ ասեմ։ We love you. Thank you. Սիրելի մայրիկ, սիրելի հայրիկ, դժզարմանանք, թե դուք այդ խոշոր կորուստի առջև ձեր կյանքը կշարունակեք եւ բոլորին ցույց կտաք հավատք, սեր եւ ամենայն կարեւորը հույս։ Այս ուժն է, որ մեզ կներշնչե, կողոնարհեցնե եւ կյանքի կգաբե։ Սիրելի հայրիկ, այսօր ու վաստակը չէ, որ միայն գտոնենք նաև քո վեհ անձնավորությունդ։ Քո շինած ընտանեկան քեղեցիկ բարդեզը այժմ ունի 5 վառ ծաղիկներ, թորմիկի երևոյով, մոնթեր, արջ, վեմ, հովան եւ վերա, ինչ որ դու մեզի տվիր, մենք անոնց կուտակ։ Այիք գսեմ, որտեղ մամաս արդեն գիտե ասիգա, որտեղ մամաս է, տղամարդիկ շատ դասան բաներ չեն ասել իրարու, բայց հայրիկ քեզի ավելի կսիրեմ, քան բարեր գնամ բացատրել։ Դու իմ կյանքիս մեջ զորավոր հիմք եղած ես։ Քուգին խրատներով ես թերմին չև այսօր ես գաբրիմ, երբ որ ինձի գտանիր տաշնամորի տասերու, հիշեմ ամբողջ ժամանակի ինձի գսեիր բաները եւ գսորվեցներ ինձի քուգին սովորությունները եւ ես հիմա բախտավոր եմ որ գնամ որ անսովորությունները անցնել իմին 3 երեխաներիս եւ թագուհին իրեն 2 երեխաներին թուն մերին հիմքը եղած ես ինչպես էսի մեկը որ արժանի է այս մեծարումին եւ հարկին թուն ես Շնորհավոր Allah ասիգա քեզի, ասված քեզի ամուր բահե, մամային հետ միշտ, we love you։ Եվ հիմա պիտի անկլերելով ասենք։ Եվ լացում ավելի քիչ պիրլա։ Good evening, everyone. On behalf of our family, thank you for being here to celebrate and honor our parents, and especially our father, Dr. Hovsep Magardichi Fidanyan, whose love for the Armenian arts and culture has never wavered. Tonight is deeply meaningful to us because our father has always been more than just a parent. He has been our guide, our protector, and our greatest example of strength, humility, and love. Our father's story is one of dedication, vision, and heart. From the very beginning, he has carried a deep pride for his Armenian heritage, and he has shared that passion with everyone around him. He has always believed that Armenian arts and culture are not only treasures of the past to be preserved, but living gifts to be celebrated in the present and carried into the future. One of our favorite examples, and the funniest one to me, when we go to events especially, is his persistence, something he's even known for in the community, in making sure we pronounce our Armenian names correctly, no matter who the person is, trust me. For him, our names are more than words, they are our identity. And by protecting our identity, he keeps the Armenian flame burning within us all. Our father's life has been filled with accomplishments, not only through his remarkable career and his many contributions to the Armenian community, but also in the quiet, everyday ways that matter most. He has shown us the value of hard work, integrity, and perseverance. He is the kind of man who leads not with words alone, but with consistent action, and that has always been the most powerful lesson of all. He has built a legacy, not only through his work and generosity, but through his devotion to our family. His accomplishments are many, but perhaps his greatest is the way he has shaped us, his children, to carry forward the same values that will keep his legacy alive for generations to come.
Through his involvement in the community, his support of artists, musicians, and cultural programs like the incredible organization LARC, and his encouragement of young people to embrace their roots, he has shown us that it truly means to preserve and celebrate identity. He has been a bridge connecting generations and reminding us that who we are and where we come from will always matter. Beyond all of that, our Father has given us something even more enduring, the example of a life lived with purpose. His love for our family, devotion to our community, and his tireless commitment to the Armenian arts and culture have shaped not only our lives, but the lives of countless others. And while our dad poured his heart into preserving Armenian culture and sharing it with us, it was our mom's care and daily sacrifices that gave him the space to do so, and gave us the home where those values could flourish and thrive. Our parents taught us, each in their own way, what it means to pour love into family. From our father, we learned the importance of culture, pride, and community. And from our mother, we learned compassion, resilience, and care, and most importantly, patience. Together, they gave us the greatest gift of all, a family grounded in balance. As we honor our father tonight, we also want to take a moment to lovingly remember our brother, our parents' firstborn son, and our children's uncle they never had the chance to meet, Mgrdich Mago Hovsepi Fidanyan. In just a few short weeks, on October 13th, we will mark the 20th anniversary of his untimely passing. Though his time with us was heartbreakingly short, his memory lives on in each of us, and his presence is felt every single day. Mom and Dad, the strength that you have shown in the face of such a devastating loss is extraordinary. Your devotion to family and your ability to keep moving forward, despite unimaginable pain, has been nothing short of inspiring. You have carried yourselves with faith, hope, love, and dignity, and for that we are forever in awe of you. Dad, tonight we celebrate not only your accomplishments, but the incredible man that you are. We will continue to strive to follow your example to make sure future generations of the Fidanyan family, including your 5 beautiful grandchildren, Monte, Arch, Vem, Hovan, and Vera, carry the same strength, values, and love that you have instilled in us, and pass them on to their children and grandchildren. Dad, We love you. Thank you for everything you've given us, fathers and children. God bless you.